հիմա ուզում եմ անդրադառնալ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ մեր Սամվել Կարապետյանին։ Անկեղծորեն մինչ այս պահը ես որոշակի այսպես ներքուստ ինչ-որ հույսեր փայփայում էի Սամվել Կարապետյանի մասով, որ գուցե իրականում մեր բարերար, հայազգի գործարար, հանրահայտ, հարգանք, հեղինակություն վայելող մեր Սամվել Կարապետյանը շանսեր այնուամենայնիվ հնարավոր է կա եւ ունի, որ կարող է ստեղծել ուժեղ, բարեկեցիկ, զարգացած հզոր Հայաստան։ Բայց այդ սպասումներս ջուրը լցվեցին եւ հոդս ցնդեցին այն հայտարարությունից հետո, երբ որ նույն Սամվել Կարապետյանը իր առանձնատանը հրավիրած մամլո ասուլիսի շրջանակներում հայտարարեց, որ ինքը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, գործակալ չէ, եւ մի հատ էլ խոսելով հապկի մասին, ասում է, ինչ է, ուզում եք քֆուր տան, որ հանգստանաք։ Պարոն Կարապետյան, ուրեմն ես տարիներով, ամիսներով, 44 օրյա այս ողբերգական պատերազմի հետ էջից հետո տարապել եմ բառիս բուն իմաստով, անընդհատ ինքս ինձ հետ կռիվ եմ տվել, երբ որ ընդդիմության ճակատից 24/7 ռեժիմով հայտարարում էին, որ Նիկոլը գործակալ է, չգիտեմ, Նիկոլը դավաճան է, եւ որ այդ պատճառով մենք ունեցել ենք այդ դաժան պատերազմը, ունենք կորսված հայրենիք եւ այլն եւ այլն։ Ես ինձ հետ կռիվ եմ տվել ամեն օր։ Հիմա, քանի որ ես ձեզ շատ լուրջ եմ վերաբերվել, պարոն Կարապետյան, ձեր ասածը ես հիմա չեմ կարող անլուրջ դիտարկել։ Ու ես հիմա ցավ եմ ապրում, որ պետք է այն, որ սպասում էինք ու շատերը սպասում էին, ակնկալում էին, որ պետք է Սամվել Կարապետյանի նման ուժեղ տղեն գա, չգիտեմ, բոլոր, ինչ ասեմ, սրիկաների, երկիրը այս օրին, այս աղետի մեջ մեզ հասցնողների, բոլոր նրանց, ովքեր որ կրում են պատասխանատվություն եւ պատերազմի եւ մեր հայրենիքի, մեր տարածքային կորստի, մի խոսքով էս մեր ծանր իրավիճակի համար Սամվել Կարապետյանը գալու է ու նրան ցախից գա, ասում եմ, այդ ամեն ինչը լցվեց ջուրը, որովհետեւ ինչ է ստացվում։ Ընդդիմադիր ճակատից թմբկահարում էին, որ ասում եմ 24/7 Նիկոլը դավաճան է եւ գործակալ է, բայց Սամվել Կարապետյանի նման հզոր ազդեցիկ անձը, հայը, վերակենում եւ հայտարարում է, որ նման բան չկա։ Ես հասկացա մի բան, որ դուք ազդարարեցիք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ստարտը պաշտոնական եւ ձեր ձայնը տվեցիք դուք Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ ասում, որ դուք պետքա կանգնեիք եւ մերկապարանոց օրինակ հայտարարություն անեիք անպատասխանատու, որ Նիկոլը դավաճան է կամ գործակալ է, բայց դուք առնվազն պետք է անդրադարձ կատարեիք այն ընդդիմադիր դաշտի խաղացողների հայտարարություններին, երբ որ նրանք հայտարարում են, որ գործակալ եւ դավաճան է Նիկոլ Փաշինյանը, ասեմ ինչու, որովհետեւ ասում եք չեք բացառում, չէ, որ օրինակ Քոչարյանի հետ դուք կարող է քաղաքական ճանապարհ գնաք։ Հիմա ոնց պատտվում ենք, որ կողմը պատտվում ենք, Քոչարյան, Սամվել Կարապետյան, Պուտին, Զատուլին, Սալավյով, Մարգարիտա Սիմոնյան եւ այդպես շարունակ։ Բա հիմա մենք ձեր որ ասացին հավատանք։ Հիմա դուք եկել ինչ եք ասում, ասում եք Նիկոլը դավաճան չի, գործակալ չի, ասում եք մենք Արցախի մասով ոչ մի բան չենք կարող հիմա ասել եւ անել, արցախցիների կյանքի բարելավում ինչ-որ այդպես բաներ եք խոստանում, ասում եք մենք մենակ Հայաստանի Հանրապետության սահմանների հետ կապված, այն որ ադրբեջանական զինուժը եկել տեղավորվել է Հայաստանի Հանրապետության տարածքներում, ասում եք մենք այդ մասով պետք է փորձենք ճիքեր գործադրենք, այդ փորձերը Նիկոլն էլ է անում, հիմա ես ուզում եմ ձեր ու Նիկոլի քաղաքական այդ օրակարգի մեջ մի հատ տարբերություն գտնեմ, ես ասում եմ դուք ձեր ձայնը արդեն տվել եք Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյան, գամ ամենայելի կարևոր հարցերից մեկին, Նարեկ Կարապետյանը, ձեր եղբոր որդին, ուրեմն կրկեսում, երբ որ հանդիպում եք երիտասարդներին, հայտարարում է Նարեկ Կարապետյանը, ասում է, որ լինելու է արցախայության վերադարձ, չգիտեմ, Արցախյան հիմնախնդրից էր խոսում, Արցախը վերադարձնելուց էր խոսում եւ այլն։ Անցնում է մի 15 օր, ասում է,
Չէ, Ալիևը Բոբոյա որպես ղեկավար, մենք այդ շանսերը չունենք, որ Արցախի մասին ընդհանրապես մտածենք։ Հետո վերակենում եւ հայտարարում է մեր Նարեկ Կարապետյանը, որ Արցախը մենք դիտարկում ենք որպես անկախ միավոր։ Հետո երևի հասկանում են, որ հերթական անգամ մեր Նարեկ Կարապետյանը իր բրդոցներն է անում, արդեն թույլ տանք ասել, հետո Նարեկ Կարապետյանն ասում է, գիտեք ինչ, եկեք Արցախյան հիմնախնդրի թեման մի կողմ դնենք, քանի որ ասում է հետագայի համար, որ մենք գանք, այդ բանակցային ասում է ընթացքի հետ կապված, բանակցային գործընթացի հետ կապված խնդիրներ չստեղծենք։ Ես մի հատ հարց եմ ուզում տամ, Նարեկ Կարապետյան, եթե դուք Արցախը դիտարկում եք անկախ միավոր, եթե դուք խոսում եք ձեր գալու դեպքում է որ տրինիրովկա եք անում կառավարություն, է որ տունտունիկ են խաղում երեխեք են մանուկ ժամանակ, դուք էլ ձերոնցով է որ ասում մանուկ ենք մի ժամանակ աղբերներով, դրել եք տունտունիկ եք խաղում կառավարություն, դրոշներով մենք մերոնցով շատ խնդալու է, բայց ինչևից է, ծիծաղելու, ու ասում է դե որ հետագա բանակցություններին չխանգարենք, եկեք թեման փակենք, այ ընկեր ջան, այ Նարեկ ջան, տղա ջան, ում հետ ես բանակցում, պատի հետ, մի հատ այդ բանակցող կողմը ով է, Պուտին ձյաձյան է, Լուկաշենկոյի հետ եք բանակցում, թե տեղում քսիֆ եկավ տեղ հասավ, Կրեմլի պատերից ես կողմ, քսիֆ եկավ, որ ես ինչեր եք խոսում, ես ինչ անկախ միավոր, ես ինչ Արցախ անկախ միավոր բանակցություն, ասում է, որ մենք գանք բանակցեին հետագա ընթացքին չխանգարենք, ասում է, ինչ բանակցություն, Նարեկ, եթե Արցախի թեման, այս պահի դրությամբ ցավոք սրտի, մեծ ցավով եմ ասում այդ մասին, շատ մեծ ցավով, եթե փակված է Արցախի թեման, որտեղ մնացել է մեր տղերքի անունը, հազարավոր մեր տղերքի անունը այդ հողի վրա է, այդ խելագարվելու թեմա է, բայց ինչ եք մարդկանց նյարդերի վրա խաղում, ինչ է ժողովրդին դուք էլ ձեր փայով եք ձեռ առնում, այս ժողովուրդը ձեր համար խաղալիք է, չեմ հասկանում, ուրեմն մեկ ամսվա մեջ 70 անգամ տեքստ եք փոխում, մեկ ամսվա մեջ իրարամեջ հայտարարությունը, որ անում եք ու են էլ ինչ հարցի հետ կապված, Արցախյան հիմնախնդրի հետ կապված, գիտեք ինչ կա, եսի բեսեդկի մակարդակի բազար չի, չնայած հիմա բեսեդկ եկում, ես ես ասեմ, որ իմանաք, բազում թաղամասեր կան, որտեղ այդ բեսեդկաներում, շատ ավելի գիտակից, քաղաքականապես շատ ավելի հասուն, շատ ավելի ռեալ ու իրատեսական զրույցներ կարող է լսեք ականատեսը լինեք, քան թե ձեր այդ քաղաքական, չգիտեմ, այդ թայֆայով, որ այսպես հավաքվել եք, լավ, դուք եկել եք հայտ եք ներկայացնում, արդեն ասում եմ տունտունիկ եք խաղում, կառավարություն եք խաղում, բայց այդ ամենով հանդերձ հավակնում եք նստեք վարչապետի աթոռին ու մարդկանց ձեռ եք առնում, մի օր ասում եք լավ կլինի, մյուս օր ասում եք չգիտեք, մենք լրիվ ուրիշ բան ենք ասում, Ալիևը լավը չի, չենք կարա այդ հարցը գլուխ բերենք, հետո էլ ասում եք կգաք, ում հետ ես գալու բանակցես, այ տղա ջան, հետո էլ հոպարը վերակենում Սուխոյ ատկազով Սամվել Կարապետյանս ասեմ, մանրից սկսել է լրիվ տեղը բերել, թե ինչա կատարվում, մանրից Սամվել Կարապետյանը վերադառնում է իրականություն, ասեմ ինչու, որովհետև Սամվել Կարապետյանը հիմա հասկացել է, այն որ նստած տեղները ասում են, այ որ մենք գանք կկտրենք, մենք կհաղթենք սաղին, այսպես սամուրայ թուրը կհանենք ու հաղթելով կգնանք, Սամվել Կարապետյանը մանրից ջոկել է, թե ինչ է նշանակում իշխանություն, ինչ է նշանակում պատասխանատվություն, ինչ է նշանակում որևէ տար ու բար արտաբերել ու դրա համար պատասխան տալ, աչոտ տալ դրա համար։ Սամվել Կարապետյանը հիմա հասկանում է, որ որևէ տար ու բար, որ ասի դրա աչոտը պիտի տա։ Սամվել Կարապետյան ջան, որպես հայ մարդ շատ լավ հայ ես դու, հարգում եմ քեզ, հարց չկա, Կարապետյան ջան, բայց այս պարը իրոք քո համար չի։ Անկեղծ ձեր քաղաքական խոսքը, ձեր քաղաքական, ինչ ասեմ, միտքը, ձեր քաղաքական ընդհանրապես բազան, հավատացած եղեք, ես չեմ ուզում ձեզ վիրավորեմ, չեմ ուզում ձեզ վատ բան ասեմ, բայց զրոյ այդ ցավը տանեմ, էսի ձերը չի։ Գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, գնացեք ձեր բիզնես գործերը առաջ տարեք,
տեսեք ինչ են անում, ինչ են ուզում անեն ձեր բիզնեսների գլխին։ Ախր դուք եկել եք մի օր ասում եք Արցախը հետ կբերենք, մի օր ասում եք ժողովուրդ ջան լավ կլինի, հետո Սուխոյ ատկազ եք անում, ասում եք Հայաստանի մասին ենք խոսել, կներեք ինչ Արցախի թեման փակված է, մի հատ էլ ասում եք մենք պիտի ապահովենք, ելքեր գտնենք, որ արցախցին անվտանգ վերադառնա իր բնակավայր ապրի եւ այլն, բայց այդ էլ իմանալով, որ ուղղակի ասում եք, էլի դա իրատեսական չի, ասում եք հետագայում, բայց նայեք, հա, որ ասում արցախցիները չգնան, չտեղավորվեն, չբնակվեն Արցախում, հետո դեմս չդնեք, ասում ասեք, որ ես այտենց բան եմ ասել։ Պարոն Կարապետյան, ձեր քաղաքական թիմը ընդհանրապես ձեր շուրջը հավաքված մարդիկ, խոսքս բոլորի մասին չի, բայց մեծ մասամբ շատ խակ, շատ անպատրաստ, ինչ ասեմ, այսպես չի քաշում ձեր թիմը այս քաղաքական խաղը, չեք տեսնում, որ դուք չեք կարողանում, լավ չեք տեսնում, որ դուք անգամ տնաշեններ ընտրակաշարք էլ չեք կարողանում, բաժանեք ընենց, որ չբռնվեք դեպքի վայրում, այդ տղայական գործերի մեջ էր էլի ոնց անում եք խալաստո եք կրակում։ Ամեն Ղազարյանի ասած ասում է մեր անունից մարդիկ կան ասում է երևակայական բաներ են խոսում։ Այն գերկանդազներ էր երևակայական խոսում, որ ասում էր լավ այնան, վատ այնան։ Այելի ձեր ցավը տանեմ, այ արցախցիներ ջան, ձեր կյանքին մեռնեմ։ Այո, Աղետաբեր Նիկոլի արածն է։ Աղետաբեր Նիկոլի պատճառով է, որ այս վիճակին ենք հասել, բայց ոչ պակաս Աղետաբեր քայլերի ու սխալների պատճառով է, այդ նախկինս երևելի է սուտ հայրեն ասել խաղացողների պատճառով է, որ նախ եւ առաջ Նիկոլը եկել հասել է մեր իրականություն, որ մի հատ էլ մենք ունենք հիմա այս ծանր իրականությունը, այն որ ասում է վատի ու վատթարագույնի մեջ ենք, կամ որ ասում եք բա գնանք ու ընտրենք, ես ձեզ ներկայացնում եմ իրավիճակը, ում ուզում եք գնացեք ընտրեք, ես այս պահի դրությամբ որոշել էի, որ գնամ և ասում եմ, ընտրեմ Սամվել Կարապետյանին, հարցեր էի հնչեցնում, չնայած սրանից հետո ավելի շատ հարցեր ունեմ հնչեցնելու, բայց էլ իմ ձայնը չեմ տալու Սամվել Կարապետյանին, որովհետև Սամվել Կարապետյանը այսօր վեր կացավ, ասում եմ, այդ բոլոր սպասումները ջուրը լցրեց ու գնաց։ Մի հատ էլ ասում է, ընտրակաշարքի դեպքերով ասում է, բարի մարդ եք, դուք եք լուսաբանում։ Այսինքն դուք գնաք, մարդկանց կոշիկ, շալվար, դամաշնիկ, չգիտեմ, այնտեղ բուրգի բաժանեք, ասում է, պերաշկին ձեթով ավելի լավ է պոնչիկ բերես, չգիտեմ, բուրգի բերես, կորժիկով եկել եք ուզում եք մարդկանց տանեք ընտրության, կորժիկ ուտասնելով ու պերաշկի ուտասնելով մարդ եք տանում ընտրության, Գայանե Զարգարյանն է մեղավոր։ Այսինքն դուք գնում եք ձեր փողերը դաժե չեք կարողանում, ասում եմ մամային բեր, հոպարիս կբերեմ, կգրանցես 70 հատ անձնագիր են, մեկն ասում է քավորը սարի լավայինան, վատայինան, տենանք ինչ ենք անում։ Հետո մերոնքական, մերոնց համար, ես ինչ մերոնքական, ձերոնքական եք էլի դրել։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր Քոչարյանին այտենց մտածել եք պետքա գադանա վարչապետ, այտենց լավ այնան, մերոնքական ու ձերոնքականը պետքա սկսվի, հա։ Քոչարյանը չի դառնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանը չունի այդ շանսերը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակը անցել է, ու Ռոբերտ Քոչարյանին ասում եմ, իր թևը քաշած ղշերը դաժե չեն կարող իրան օգնել։ Կանցնեն խորհրդարան, բան չունեմ ասելու, ընդդիմադիր տեղում կզբաղեցնեք ձեր տեղերը։ Ուժեղ Հայաստանն էլ կզբաղեցնի իր ընդդիմադիր տեղը։ Շատերը կզբաղեցնեն իրենց տեղերը։ Կլինեն խորհրդարանում, այդ ներկապնակ ու ուշագրավ է լինելու, բայց որ Ռոբերտ Քոչարյանին այտենց մտածել եք Պուտինախառը, ձեր Ռոբերտ Քոչարյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուրեմն արթնացեք, եկեք իրականություն, վերադարձեք իրականություն, ես ճիշտ արդեն ասեցի ոչ մեկին էլ չեմ ընտրելու, բայց ձեր Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ չի դառնալու, այսօրը հիշեք, շատ լավ ասում եմ հիշեք, պահեք
ու կգա օրը բարին հետը, դուք կտեսնեք հետագայում ինչ զարգացումներ են ընթանալու եւ հետագայի հետ կապված դեռ կխոսեմ ինչա տեղի ունենալու եւ ոչ պակաս կարեւորի մասին ու դրանով փակենք այսօրվա մեր ասելիքը։ Սամվել Կարապետյան, երբ որ դուք մատնանշում եք տարբեր հարցերի հետ կապված Նիկոլ Փաշինյանին, ձեզ իհարկե սազական չէր այդ Չինաստան, Սունկենուտում, գալիցինացիաների, ձեր ասած գալուցինացիաների մեջ են ընկնում եւ այլն, ես ուզում եմ հիմա հարց տամ, բա մեր Նարեկ Կարապետյանը ինչ է էլի ընդհանրապես խմում, ծխում, ինչ է անում մեր Նարեկ Կարապետյանը, որ ասում եմ 10 օրը մեկ մի տարբեր հայտարարություն անում կարևորագույն խնդրի հետ կապված։ Արցախ աշխարհի խնդրի հետ, հիմնախնդրի հետ կապված, որ ասում եմ մեզ համար այդ մեր խաչն է, այդ մեր արյունոտ վերքն է բոլորի սրտի մեջ։ Դա մի հատ վերք է, արնահոսող վերք է, որ չի սպիանալու երբեք, քանի դեռ մենք մեր պատմական քայլը չենք արել։ Բայց դրա համար մեզ տարիներ են պետք, դրա համար աշխատանք է պետք տանել։ Հիմա դրել եք եկել եք հեքիաթ եք պատմում, որ չանեք։ Ում եք եկել ուզում խաբեք աշկերին թոս փչեք։ Ասում եմ, այնքան շնորհք չունեք, ընտրակաշարք բաժանելու շնորհք նույնիսկ չունեք։ Այնքան տուպոյ են ձեր համակիրները, այնքան անուղեղ են, այնքան են իրանց կորցրել այդ փողերի 10-ով կեքից։ Հիմա էլ գնացին գողերին փուրը տվեցին, ասում գողը աղբերներից ասում պարագոն է եկել, որ Նիկոլին ձեն տա, մի խոսքով 3 տարա, ով Նիկոլին գնա ձեն տա, մի հատ է գողերին էլ հետը փուրը տվին, ինչ եկել չեք եկել, սաղին փուրը տալով գնում եք, ժողովուրդ ջան, շատ ուժեղ գործ եք անում, ասում եմ, մի խոսքով ում կարողացեք այս ժամանակահատվածում փուրը տվեցիք, վերջի ակորդն էլ գողերն էին, պարագոն են ուղարկի ասում, ով կընտրի Նիկոլին 3 տարա, հիմա էլ էսաս կսկսվի որսը գողերի շրջանում, խոսքս հիշեք, հիմա կտեսնեք թե քանի, այսպես ասած այդ քրեական ենթամշակույթ կրող, չգիտեմ օրենքով գողեր են, այտենց գող են, այդ մարդկանց էսա կտանեն ու իհարկե շատ մարդիկ կան, որ այդ մարդիկ բան չունեմ ասելու, կան մարդիկ, որոնց ճանաչում ենք, ինչի չէ, հարգում ենք մարդիկ էլ կան որպես մարդ, հիմա այդ մարդիկ այդ աշխարհում են, այսպես ասած դրսևորվել։ Այդ մարդկանց խիտարակ փուրը տվեցի, գողերը ձեզ ինչ էին արել, սաղ բարը պարել եք, մնացել էր սարի սմբուլը, սա որսը կսկսվի բնականաբար իշխանականների կողմից և հայրենի իրավապահներս իրենց ամբողջ այդ արսենալով, հիմա ասում եմ, կսկսվի կատաղի որսը գողերի շրջանում, հիմա պետք է ամբողջ կակեբեյով, ամբողջ ուժայիններով, չգիտեմ, ամբողջ եսա ուժայինները թիվ 1-ը հայտարարված երևի, որ հասկանան, տենան, այդ որ գողն է, այդ պրագունը պտտացրել և տեղ հասցրել, այդ պրագունը ուղարկել։ Շատ ուժեղ ձևով մտել եք խաղի մեջ, Սամվել Կարապետյան։